Օվկիանոսի այն կողմից Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքների ու վերջնագրերի տարափը նոր թափ է ստանում։ Իրանին ուղղված նամակից հետո էլ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է ռազմատենչ հրետորաբանությունն ու ճնշումների քաղաքականությունը։ Գրավոր նախազգուշացումներին հետևել են Թրամփի առավել պայթյունավտանգ ու կոշտ հայտարարությունները։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ եթե Իրանը համաձայնության չգնա Միացյալ Նահանգների հետ, այնպիսի ռմբակոծություն կլինի, որն Իրանը երբեք չի տեսել։ Ռազմական միջամտությունից բացի սպասվում են նաև տնտեսական խիստ միջոցներ։ Պատրաստվում ենք երկրորդական մաքսատուրքեր սահմանել Իրանի նկատմամբ, կախված նրանից Թեհրանը կգնա գործարքի թե ոչ։ Եթե համաձայնության գանք, չենք կիրառի մաքսատուրքերը։ Հուսով ենք, որ այդ պետությունը երկար ու հաջողակ կյանք կունենա։ Չեմ պատկերացնում, որ նրանք համաձայնություն տալուց բացի այլ որոշում կայացնեն։ Ես կնախընտրեի գործարքը, քան ցանկացած այլ որոշում։ Թրամփն ասել է, որ Իրանին ևս մի քանի շաբաթ ժամանակ կտա եւ եթե որևէ առաջընթաց չտեսնի, կանցնի գործողությունների։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ 6 տարի առաջ սահմանած պատժամիջոցները հիանալի են աշխատել։ Միացյալ Նահանգներից սպառնալիքները հնչեցին, երբ անցած շաբաթ Իրանը մերժեց Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը։ Թեհրանն ընդգծել է, որ չի հանդուրժելու որևէ մեկի սպառնալիքը։ Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, բայց մենք չենք կարծում, թե դրսից չարիք գործեն։ Եթե նույնիսկ գնան այդ քայլին, մեր պատասխանը կոշտ կլինի։ Եթե հանկարծ որոշեն ապստամբություն հրահրել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ ասել է, որ թեև Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցելու առաջարկը մերժել է, բայց բանակցությունների պատուհանը բաց է երրորդ երկրների միջնորդությամբ։ Թրամփի նամակին հոգևոր առաջնորդ Խամենեիի պատասխանն առողջի միջոցով փոխանցվել է Օմանում ամերիկյան կողմին։ Իրանի նամակում ուղիղ բանակցությունները մերժվել են, սակայն անուղղակի շփումներում Իրանը մշտապես ներգրաված է եղել։ Ալի Խամենեին ընդգծել է, որ ոչ ուղիղ բանակցությունները կարող են շարունակվել։ Մենք չենք խուսափում շփումներից, բայց նրանք պետք է ապացուցեն, որ վստահելի են։ Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ ռմբակոծման բացահայտ սպառնալիքը ցնցող վիրավորանք է միջազգային անվտանգության ու խաղաղության բուն էությանը եւ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Բռնությունը բռնություն է ծնում, իսկ Միացյալ Նահանգները կարող է ընտրել իր ուղին։ Ընդ որում պետք է համակերպվի հետևանքների հետ, ասել է Իսմայիլ Բաղային։ Իրանցի բարձրաստիճան զինվորականներն առավել կոշտ ու գործնական են արձագանքել։ Իրանը մշտապես բախվում է ամբարտավան տերությունների, մասնավորապես Միացյալ Նահանգների լկտի պահվածքի հետ, հայտարարել են ուժայինները, զգուշացնելով, որ Իրանի ամբողջ տարածքում արձակման կայանները բեռնված են բալիստիկ հրթիռներով եւ պատրաստ են գործարկման ցանկացած ագրեսիայի դեպքում։ Իրանական հրթիռների մեծ մասը տեղակայված է ստորգետնյա ռազմաբազաներում, որոնք իզորու են դիմակայել ավիահարվածներին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։